Հարգելի պարոն Ռուբինյան, թեև առավոտից դուք մեզ հորդորում եք ունենք օրակարգի հարցից չշեղվենք եւ այլ թեմայից չխոսենք, բայց քանի որ քաղաքացու անունից հարց հնչեցվեց եւ հասցեագրվեց ինձ պարոն Ավետիսյանի կողմից, ապա ասեմ, որ պարոն Ավետիսյան, դուք եք շատ լավ ճանաչում Գարիկ Մաթեոսյանին, մենք համատեղ նաեւ քաղաքացիների ընդունելության ընդունել ենք եւ իր կողմից բարձրաձայնված հարցը իր կողմից պատրաստված իրերի համար վաճառքի տարած տրամադրելու իմ կողմից լուծվել է։ Ձեր հնչեցած խոսքում կար փաստական անճշտություն, եթե չասեմ սխալ, որովհետև խոսել եմ քաղաքապետարանի հետ, այնպես ինչպես քաղաքացիներ խնդրում վերնիսաժի տարածքում մի տաղավար տրամադրելու եւ քաղաքապետարանը խոսել է տնտեսվարողի հետ եւ տաղավարը Գարիկ Մաթեոսյանին տրամադրվել է։ Դրանից հետո քաղաքացին պահանջ է ներկայացրել, որ իր բնակության վայրից 15 թաղամաս կարծեմ, մինչև վերնիսաժ հասնելը շատ տրանսպորտի առումով խնդրահարույց է։ Մյուս կողմից ինքը հրաժարվում է վերնիսաժում իր ապրանքները վաճառելուց եւ ուզում է տաղավար Երևանի փոքր կենտրոնում։ Այս հարցով ես արդեն նրան օգնել չեմ կարող, բայց որ ասել նրա խնդիրը ես չեմ լուծել եւ անտեսել աչքաթող եմ արել ու խրախուսում եմ աշխատանքը, այո ես խրախուսում եմ։ Շատ լավ է, որ քաղաքացին իր աշխատանքով ապահովում է իրեն, Գարիկի խնդիրների մասին մենք այլ խնդիրների մասին մենք լավատեղյակ ենք, բայց Գարիկի խնդրին տրվել է լուծում, որից ինքը հրաժարվել է։ Սա է այն ամենը, ինչ որ կա Գարիկ Մաթեոսյանի խնդրի վերաբերյալ։